Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Դե ինչ, Հայաստանում ընտրությունները ավարտվեցին և ուրվագծվել են շատ որոշակի պրոցեսներ, կապված արդեն ընտրությունների արդյունքների հետ, քաղաքական մեծամասնությունը դիրքորոշմամբ է հանդես եկել այս ամենի հետ կապված, Հայաստանի վարչապետը հենց քվեարկությունն ավարտվելուց 6 ժամ անց խոսեց շատ որոշակի անձանց կալանավորելու անհրաժեշտության մասին, որ նրանք պետք է նստեն բանտում, Ռուսաստանն էլ բնականաբար բավարարված չէ այս ընտրություններով, ինչպես հայտնի է ողջ ազատ աշխարհը շնորհավորում է Հայաստանին և միայն երևելի դեմոկրատներ Պեսկովը և Մարիա Զախարովան են, որ թերություններ են տեսնում Հայաստանի ժողովրդավարական պրոցեդուրաների մեջ, զուգահեռաբար էլ մենք տեսնում ենք այն կատաստրոֆան, որը վրա է գալիս Ռուսաստանի վրա, մասնավորապես Ղրիմում, որը հայտնվել է փաստացի բլոկադայի մեջ, Ռուսաստանը այլևս ի վիճակի չէ կատարել այն խնդիրները, որը դրել էր իր առաջ Ուկրաինայի դեմ հանցավոր պատերազմ սանձազերծելով և այս գիշեր էլ Պուտինը որոշեց իրեն վերապահել նաև հեռուստատի փառքը։ Կիև-Պեչորյան Լավրայի այդ վանական ողջ համալիրը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից էլ ճանաչված է որպես քաղաքակրթական արժեք, ռմբակոծության ենթարկվեց։ Եվ Եվրամիությունը մի շարք երկրներ հանդես եկան դատապարտող հայտարարություններով այդ բարբարոսության հետ կապված, ի վերջո այդ վանական համալիրը վնասվել էր մեկ մոնղոլական արշավանքների ժամանակ, մեկ նացիստական օկուպացիայի տարիներին, այն էլ դա սովետական զորքերն էին այդտեղ նաև որոշակի մասնակցություն ունեցել նահանջելիս և հիմա այս պուտինյան բանդան է, որ այդ բարբարոսությունն իրեն թույլ է տալիս։ Այս ամենը շատ ուշագրավ է։ Ռուսաստանում չկա բենզին։ Ռուսաստանում բենզինը վաճառում են արդեն կտրոններով, այնպես ինչպես սովետական դեֆիցիտի տարիներին, բայց պրոբլեմն էլ այն է, որ շատերի մոտ կա կտրոն, բենզին չկա։ Եվ ահա այս վիճակը մի կողմ դնելով Ռուսաստանում մտահոգված են Հայաստանի ընտրություններով, թե Հայաստանում ով պետք է ղեկավարի, ղեկավարողը ինչ պետք է անի և ինչ պետք է չանի։ Այս ամենը իհարկե վելիկոռուսական աբսուրդի ժանրից է, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այս ամենը նաև կանխորոշում է մի շարք անելիքներ, որոնք ուղղակի պարտականությունն են հայ ժողովրդից մանդատ ստացած այդ քաղաքական մեծամասնության, որովհետև քաղաքականությունն աշխատանք է իրողությունների հետ, իշահ սեփական պետության, ուրիշ քաղաքականություն գոյություն չունի ուղղակի, կամ այլ դեպքում դա արդեն քաղաքականություն չէ, դա կոչվում է արդեն ուրիշ բառերով։ Փորձենք հասկանալ և այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, մեր հյուրն է Տիգրան Ավագյանը, Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար, միջազգային անվտանգության հարցերով փորձագետ։ Բարև ձեզ, պարոն Ավագյան, ուրախ եմ նորից ձեզ տեսնել, երկար ընդմիջումից հետո, ընդմիջումն էլ իմ պատճառով էր, ես մասնակցում էի ընտրություններին, և ահա ընտրությունները ավարտվել են, նախ ձեր գնահատականը, չոր մնացորդում ինչ է մնաց որպես այս ընտրությունների արդյունք համեցեք, ձեր գնահատականը։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք հայերս, որոնք ապրում են ամբողջ աշխարհում, ուշադրությամբ
հետևում էինք ընտրություններին, որոնք կայացել են Հայաստանում։ Հասկանալի է, որ այդ ընտրությունները մեծ նշանակություն ունեին եւ մեզ համար, արմատամետ հայության համար շատ կարեւոր էր, որ Հայաստանը այն պատուհանը, որը բացվում է Ամերիկայի Եվրոմիության հետ համագործակցության ոլորտում, ունենա եւ այդ ճանապարհը, որը Հայաստանի համար պիտի հանդիսանա որպես ապագա, որպես տնտեսական զարգացում, որպես անվտանգություն, զարգանա եւ դառնա հզոր։ Ուզում եմ նշեմ, որ մեծ կարևորություն է ունեցել բոլոր դիտորդների համար Ամերիկայի նախագահի ուղերձը Այո։ Հայաստանի վարչապետին եւ Ամերիկայի պետքարտուղարի այցը Այո։ Երևան։ Բոլորը նշեցին, որ դա բացառիկ երևույթ էր։ Դոնալդ Թրամփը, որպես Ամերիկայի նախագահ, համարյա չի դիմել այդպիսի ուղերձներով Այո։ այդ շրջանում, երբ ընտրությունները պիտի կայանան ընդ մի քանի օրից։ Բայց ինքը արեց այդ բանը նշանակություն տալով Հայաստանի Հանրապետությանը, ոնց որ Ամերիկայի համար կարևոր համագործակից տարածաշրջանային զարգացումների եւ Ամերիկայի համար այդպիսի ասած կայուն պետությանը, որը կարա Ամերիկայի հետ համագործակցի եւ հասնի մեծ հաջողությունների։ Դրանից հետո մենք լսեցինք մեծ ինվեստիցիոն լուրերի մասին Ամերիկայի կողմից, խոսվել է 2.5 միլիարդ ինվեստիցիաների մասին, Այո։ դա էլի մեծ նշանակություն ունի։ Ինչ որ վերաբերում է ընտրություններին, իմ կարծիքով Հայաստանը գտնվում է այն վիճակում, որ հիմա բոլոր հայերը պիտի Հայաստանի շուրջը կարանան միանան, որ Հայաստանին բերեն օգուտ։ Օգուտ ոչ թե խոսքերով կամ ինտերնետային կռիվներով, օգուտ կոնկրետ գործարքներով, հնարավորություններով Հայաստանը զարգացնելու համար։ Այս վիճակում հաշվի առնելով Եվրոմիության վերաբերմունքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերմունքը, յուրաքանչյուր պետությունը կօգտվեր այդ հնարավորությունից, ու մենք հույսով ենք, որ Հայաստանն էլ կօգտվի եւ կզարգացնի իր տնտեսական հնարավորությունները։ Եթե կզարգանան տնտեսական հնարավորությունները, Հայաստանը ի վիճակի կլինի բարելավել ներքին շուկան, ներքին տնտեսական կլիման, զարգացնի Հայաստանի արտադրությունը, լոգիստիկան, մնացած ոլորտները, նույն ժամանակ ամրապնդի Հայաստանի անվտանգությունը, որը բաղկացած է դաշինքներից եւ հայկական բանակի իրավիճակից։ Այդ ամենը գալիս է մենակ տնտեսությունը զարգացնելով։ Ուրիշ օրինակներ գոյություն չունեն համաշխարհային պատմության մեջ, որ առանց համապատասխան ֆինանսական գործոններին, առանց համապատասխան բյուջեներին ինչ որ մի պետություն կարողացել է ունենա հզոր կառավարման համակարգ, հզոր բանակ եւ այլն եւ այլն։ Հաշվի առնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ նախագծեր, որոնք կենտրոնացված են Հայաստանի վրա, եւ պիտի եւ Ամերիկան ուզում է իրականացնի այդ ամենը հենց Հայաստանում, Հայաստանը ստանում է այդպիսի հնարավորություն։ Դրա համար մենք շատերս դիտարկում էինք իրավիճակը Հայաստանում ոչ թե որպես առաջնորդների պայքար, Հայաստանի վարչապետի կամ պրոռուսական ընդդիմության առաջնորդների,
մենք դիտարկում էինք եւ փորձագետներ եւ հայեր որպես պայքար երկու ուղիների միջև ռուսական ու միջև, որ մենք գիտենք ինչին անա բերել Հայաստանին եւ Ուրատանում, դա բլուզվող երկիրը Ռուսաստանը եւ անհասկանալի է այն առաջարկները, որ այդ ջարդող կարանք ասենք բարբարոսական երկրի հետ Հայաստանը ինչ ապագա կարա ունենա։ Եվ երկրորդ ուղին, որը կապնված է Եվրոմիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Երրորդ ուղի գոյություն չունի, դրա համար չկան այդպիսի կենտրոններ աշխարհի, որոնք Հայաստանին կարան ինչ-որ մի բան առաջարկեն։ Ոչ Հարավային Ամերիկայում, ոչ Աֆրիկայում, ոչ էլ այլ աշխարհի մասերում։ Հույսով ենք, որ այդ ընտրությունները, որոնք կայացել են, որոնք գնահատվել են Եվրամիության կողմից, Ամերիկայի կողմից, որպես դեմոկրատիկ, հնարավորություն կտան Հայաստանին դառնալ տնտեսական ամենազարգացած, ամենակայուն կենտրոն տարածաշրջանում։ Դա մեր բոլորի երազանքը եւ ցանկություն։ Ինչ որ կուզեի ես ասեի ընտրությունների վերաբերյալ, իսկ այն մարդիկ, որոնք դարել են պատգամավոր եւ վարչապետը, որ պիտի շարունակի իր գործունեությունը, մենք միայն պիտի մաղթենք իրանց հաջողություն, դրա համար իրանց հաջողությունը կլինի այն երաշխիքը, որը Հայաստանին հնարավորություն կտա դառնալ հզոր պետություն եւ տարածաշրջանում եւ ընդհանրապես։ Դա է իմ կարծիքը։ Շնորհակալ եմ, պարոն Ավագյան։ Հիմա նաև փաստ է, որ այս ընտրությունները տեղի ունեցան Ռուսաստանի կողմից աննախադեպ ագրեսիվ հիբրիդային պատերազմի պայմաններում։ Ընդհանուր մինչև դա կարելի է նաև որպես հիբրիդային ագրեսիա նաև բնորոշել եւ չսխալվել։ Ըստ էության ֆունկցիոնալ առումով դա այդպես էր եւ ըստ էության հայ ժողովուրդը հետ մղեց այդ ագրեսիան Ռուսաստանի կողմից, բայց պատերազմը դեռ շարունակվում է, որովհետև հունիսի 12-ին արդեն ընտրություններից 5 օր անց Ռուսաստանը նաև տարանցումը իր տարածքով արգելեց հայկական բեռների համար։ Եւ հիմա էլ տեսնում ենք ամբողջ ազատ աշխարհը, ոչ ազատ աշխարհը, Հայաստանին շնորհավորում է եւ չի շնորհավորում միայն երկու երկիր, մեկ Ռուսաստանը, մեկ էլ իր վասալ Լուկաշենկոն։ Վերջ, ուրիշ չկա, շնորհավորող չկա։ Հիմա այս պայմաններում այո Հայաստանի ընթացքը հասկանալի է եւ մյուս կողմից էլ Ռուսաստանը կարողացավ իր ներկայությունը ապահովել Հայաստանի ընտրություններին եւ հիմա իշխանությունները խոսում են այդ անձանց ուղակի բանտ ուղարկելու մասին, նաեւ հաշվի առնելով նրանց այդ ընտրակաշարքների պրակտիկան, որը նույնպես ահռելի մասշտաբային բնույթ էր կրում եւ նաեւ նրանց նախկինում կատարած հանցագործությունների համար։ Բայց մյուս կողմից էլ այո Ռուսաստանը ներկայություն ունի ուղիղ ձևով Հայաստանում, դա ռազմական ներկայությունն է, կորպորատիվ ներկայությունն է, հավաքագրող կազմակերպություններն են այստեղ աշխատում, Россотрудничество, Русский дом, չգիտեմ եւ այլանդակ կազմակերպություններ, ռուսական բուհերի մասնաճյուղեր են Երևանում աշխատում, Սպուտնիկը աշխատում Հայաստանի ներսում խմբագրություն ունի եւ այլն եւ այլն։ Ալիքներն են հեռարձակվում Ռուսաստանից։ Խնդրեմ ձեր մոտեցումը։ Իմ կարծիքով, եթե Ռուսաստանը ունի Հայաստանում առնվազն 1% ազդեցություն, Ռուսաստանի մոտ ցանկություն կա այդ 1% սարքի 3% կամ 50% կամ 60%։
Բայց կան իրավիճակներ, որտեղ հասկանալի է, որ դա անհնարին է։ Ռուսաստանը պայքարը անում էր ոչ թե դրա համար, որ հաղթի ընտրություններին, այլ որ ունենա շատ պատգամավորներ, որ ունենա գործոններ, որոնց միջոցով կարա ազդի Հայաստանի վրա։ Ինչի համար Հայաստանը դառնում է լոգիստիկայի կենտրոն, դառնալու է այդ լոգիստիկայի կենտրոն, խաչմերուկ արևմուտքից մինչև արևելք, եւ Ռուսաստանը ուզում է ունենա իր ազդեցությունը այդ խաչմերուկ։ Նամանավանդ հասկանալով, որ Հայաստանը հիմիկվա իր տնտեսական հարաբերությունները ուժեղացնելու է Թուրքիայի հետ։ Դրա համար Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցը Ռուսաստան նպատակ ունի եւ Պուտինի եւ իր հանդիպումը նորից կիսել տարածաշրջանը։ Դրա համար այդ պետությունները համագործակցում են եւ նույն ժամանակ մրցակցում են։ Միշտ է ձև է եղել եւ է ձև լինելու է։ Դրա համար Ռուսաստանը ուզում էր ավելի ուժեղ դիրքեր ունենալ նույն ժամանակ Հայաստանում, հաշվի առնելով, որ փոխվում է իրավիճակը, Թուրքիայի ազդեցությունը շատանում է, Ռուսաստանի ազդեցությունը նվազում է։ Հաշվի առնելով Ռուսաստանի հնարավորությունները, հատուկ ծառայությունների, Ռուսաստանի գործակալների, ֆինանսական հնարավորությունները, Ռուսաստանը արել է այն ամենը, ինչ որ կարացել է։ Հիմա էլ փորձում է սպառնալիքներով կառավարի հիմիկվա Հայաստանի տնտեսական եւ քաղաքական դաշտը։ Այդ բոլոր միջոցները, որ Ռուսաստանը կիրառում է, արվում է դրա համար, որ Հայաստանը լինի ավելի կառավարելի Ռուսաստանի դաշնության համար։ Ռուսաստանը լավ գիտակցում է, որ չի կա տիրանա Հայաստանում, բայց ուզում է ավելի ազդեցիկ լինի։ Դժվար է, որ ինչ-որ զինվորական սպառնալիք կա Հայաստանի համար։ Հաշվի առնելով, որ գոյություն չունի ընդհանուր սահման եւ հաշվի առնելով, որ Ռուսաստանը չունի ազատ զորամասեր, զորքեր, որը կարող ուղարկի Հայաստանի դեմ։ Նաեւ որ ունենար, դա այդպիսի բարդ օպերացիան է, հաշվի առնելով, որ Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայի հետ պատերազմի մեջ, որ ես այդպիսի հնարավորությունը համարյա բացառում եմ, կամ այդպիսի սպառնալիքը։ Կարան շատ խոսան, կարան ասեն, որ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով, բայց իրական հնարավորությունները ռուսները հիմա չունեն։ Եվ այդ հնարավորությունները քչանալու են, կարելի ասել օրից օր, ինչ որ մեկ նկատում ենք։ Դրա համար ռուսները օրեկան 1000-ից ավել զոհ են տալի ճակատում։ Դա շատ մեծ զոհերի քանակն է։ Ուկրաինան ցուցատալի մեծ հաջողություններ անօտաչու սիստեմաների մեջ, նոր տեխնոլոգիաների մեջ, բալիստիկ ռակետաների մեջ եւ այդպիսի արագ է զարգանում, որ ուկրաինական բանակը արդեն տուլ չի տալի 150 կիլոմետր տարածությամբ, որ ռուսական բանակը մոտենակ, ասենք, ազատ գործի ուկրաինական զորքերի դեմ։ Այդ պատերազմը դառնում է անիմաստ։ Եվ մենք տենում ենք, որ այս վիճակում երեք Ռուսաստանը հարվածներ է հասցրել ուկրաինական կինոստուդիային հայտնի Դովժենկայի, որը ոչնչացրել է ամենահին մասերը, որտեղ պահվել են հազարավոր հին շորեր տարբեր, որ ասենք մեր ճանաչված կինոներում օգտագործվել է եւ օգտագործվում են, եւ Ռուսաստանը հարված է կատարել ուհապար եկեղեցու ամենագլխավոր աշխարհի կենտրոններից մեկի վրա, որտից եկել է ուհապար կրոնը Ռուսաստանի տարածք Կիևի Պեչերյան Լավրային, որը նաև շատ սերտ կապնված է հայկական պատմության հետ։ Այնտեղ հայկական հին գրեր կան, այնտեղ հայեր են գործել, այնտեղ Վլադիմիրի
հայ ծագում ունեցող կայսրերի հայ կայսրուհին է եղել Աննան, որը դարել է իր կինը եւ բերել է քրիստոնեությունը, էդի համաշխարհային կենտրոններից մեկն է։ Եվ մենք պիտի ասենք, որ դա ուժեղ հիվանդություն է Ռուսաստանի հարվածը եւ իրանք ինտերնետում օրինակ բերեմ ինտերնետում մարդկանց հարցրել են որտե եք ուզում որ մենք հարված հասնենք եւ մեծամասնությունը քվեարկել է որ Պեչերյան Լավրային եթե ուղղապար ժողովուրդը որը այդ հին տաճարից Կիևը Արևելյան Եվրոպայի ամենահին քաղաքն է այո ավելի քան 1500 տարի պատմություն ունի այո եւ Կիևի Պեչերյան Լավրան սիրտն է եւ Կիևի եւ Ուկրաինայի եւ ամբողջ այն ամենը ինչ որ մենք գիտենք որպես Ռուսաստան դուրս է եկել այդ Կիևի Պեչերյան Լավրայից նաեւ Իլիա Մուրոմիցը այո ինքը տաղվածը հենց Կիևի Պեչերյան Լավրայում որ բոլորը գիտեն հեքիաթներից բայց դա եւ առասպելներից բայց դա առասպելական հերոսի իրական մարդն է նաեւ Մոսկվայի հիմնադիրը Յուրի Դալգարուկին Թաղվածը Կիևի Պեչերյան Լավրայում հիմա եղել եմ տեսել այո Պուտինը հարված է հասնում այն կենտրոնին որտեղ ծնվել է հիմիկվա Ռուսաստան որտեղ ծնունդ է արել ոնց որ կարանք ասենք որ էդի ոնց որ իր մորը Ռուսաստանը հարվածեց ոչ ոք չի կարա բացատրություն տա Ռուսաստանի քայլերին դրա համար իրանք տրամաբանությունից դուրսն են գտնվում դա է ուզում ասեի եթե բաց են տողել ինչ որ մանրուքները կխնդրեմ որ հիշեցնեիք այդքան ուշադրություն եմ դարձրել Ռուսաստանի քայլերի այո պարոն Ավագյան նաև այստեղ շատ հստակ կոռելյացիա կա այդ պատերազմական գործողությունների դինամիկայում եւ ռուսական քաղաքականության մեջ մեր տարածաշրջանում մասնավորապես այն ինչ տեղի ունենում Ղրիմում նախ ցանկանայի ձեր գնահատականն իմանալ նաև ձեր պատկերացումը թե դեպի ուր են գնում այդպիսի զարգացումները որովհետև Ուկրաինայի այս վճռական գործողություններին ոնց որ թե Ռուսաստանը հակադրելու բան չունի հա եւ այն ինտենսիվությունը որով Ուկրաինան խոցում է Ռուսաստանի թիկունքում այդ նավթավերամշակման ողջ պոտենցիալը երկրի եւ հասցրել է արդեն բենզինի դեֆիցիտի այս ամենը ինչ հետևանքներ կարող է ունենալ եւ ինչ ազդեցություն առաջիկա իրադարձությունների վրա եւ մենք Հայաստանում ապրելով ինչ սպասենք ըստ այդմ համեցեք Ես ուզում եի նշեի, որ Ռուսաստանի նավթային այդ վերամշակման արտադրման հնարավորությունները շուտով մոտիկանալու են զրոյին։ Դրա համար ոչնչացում են ուղղակի այդ գործարանները, այդ հնարավորությունները, այդ նավթը արտադրելու։ Դա կազդի ոչ միայն Ռուսաստանի վրա, դա ամբողջ աշխարհի վրա կազդի, դրա համար Ռուսաստանը մեծ տոկոս էր կազմում ընդհանուր նավթային այդ աշխարհի մեջ դա մեծ ազդեցություն ունենա բայց նույն ժամանակ դա արդեն մեծ ազդեցություն ունի Ռուսաստանի ֆինանսների վրա դրա համար դա գլխավոր Ռուսաստանի ֆինանսների եկամուտն է ինչ որ վերաբերում է Հրիմին արդեն Հրիմը մենք կարանք անվանենք որպես կղզի իսա կղզի չի դրա համար Ուկրաինան այդպիսի ուժեղ ռմբակացումներ է արել, հարվածներ է արել, որ կտրել է Հրիմը ցամաքային Ուկրաինայից եւ բարձր Ռուսաստանից։ Ռուսները արդեն վախում են օգտագործեն եւ Կրասնոդարից եկող կամուրջը վախենալով են օգտագործում եւ համարյա չեն կարող օգտագործեն մնացած կամուրջները, որոնք Հրիմը կապում են Ուկրաինայի գրաված տարածքների հետ, որոնք ժամանակավոր գտնվում են ռուսական զորքի ազդեցության տակ։
Դա է իրավիճակը։ Դրանով չի վերջանալու։ Այսօր Ամերիկայի մի շարք լրագրողներ հարցեր են տվել Ուկրաինայի նախագահին Զելենսկուն ու այնտեղ հարց են տվել ինչը լինելու Ուկրաինայի պատասխանը։ Ուկրաինայի նախագահը պատասխան տվեց, որ շուտով դուք կնայեք նորությունների մեջ ինչը լինելու Ուկրաինայի պատասխանը։ Դա շատ լուրջ խոսքն է եւ պարզա որ ուկրաինական պատասխանը ոնց որ դա մենք նկատում ենք ավելի ուժեղ լինելու կամ ռուսների կողմից տանգարանների եկեղեցիների ոչնչացումը։ Նույն ժամանակ զարմանալի է որ դա զարմանալի չի, բայց այդպիսի անխելք ձևով վարում են զինվորական ստրատեգիան, որ 3 հիմնական հարվածները, բացի նշված հարվածներից, իրանք ուղղել են բնակելի շենքերին նորից։ Բնակելի շենքերը մեծ շենքերին եւ շատ վիրավորներ կան դրա պատճառով։ Շատ բաներ է ոչնչացվել, դպրոցներ են ոչնչացնում, ծննդատներ են ոչնչացնում։ Ես ուզում եմ նշեմ, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան նաև մոտիկ չէր գալի իր քայլերի մեջ, որ համեմատենք Ռուսաստանի հետ, որ հատուկ ոչնչացնեն ծննդատներ, հիվանդանոցներ եւ այլն եւ այլն։ Եվ բնակչությունը հատուկ, ասենք, բնակավայրերը հենց խաղաղ բնակչությունը ոչնչացնեն։ Բայց Ռուսաստանը արդեն բոլոր մորալ սահմանները անցել է։ Եվ մնում է հաշվի առնելով որ պարտվում է պատերազմի դաշտում Ռուսաստանը։ Դա բոլորն են նշում, բոլորը ես նկատի ունեմ առաջատար ՆԱՏՕ-ի երկրների հրամանատարներին եւ փորձագետներին։ Ռուսաստանը պարտվում է։ Եվ Ռուսաստանի լիարժեք պարտությունը ժամանակի հարցն է։ Ինչը մնում Ռուսաստանի մոտ մենակ օգտագործել միջուկային զենք։ Բայց եթե Ռուսաստանը նաև օգտագործի միջուկային զենքը, առաջինը, նա չի կարա պարտության մատնի Ուկրաինային, դա անհնարին է։ Միջուկային զենքը Ռուսաստանը որ օգտագործի, դա օգտագործում է, որ այս կրվի գիծը որ կա ուկրաինական զորքերը մի կողմ են կայնած ռուսական մյուս կողմը, որ ջարդեն, բացեն միջանցք ու ռուսական բանակը մեջը մտնի։ Բայց ախր իրանք այդ բանակը չունեն, որ այս միջանցքը բացեն ու մտնի։ Այդքան զոհ են տալի, որ արդեն չեն հասնում Ռուսաստանում զինվոր հավաքեն, որ ուղարկեն ու լրացնեն իրանց զոհերը։ Իսկ եթե իրանք հարված կատարեն ինչ-որ մեծ քաղաքի վրա, դա էլի Ուկրաինային պարտության չի բերի։ Էդ էլ է անիմաստ։ Բացի այդ, մենք գիտենք, որ ոչ Չինաստանը, ոչ Ամերիկան, ոչ մնացած ատոմային երկրները թույլտվություն չեն տալի Պուտինին օգտագործմանը։ Եթե մի բան պիտի իր հետ կատարվի, ու իր թիմը իրան չոչնչացնի, որ ինքը գնա այդ քայլին։ Բայց որ գնացել այդ քայլին, դա չի բերելու ոչ մի հաղթանակին Ռուսաստանին։ Անիմաստ քայլ է դա։ Դա է իրավիճակը, ծանրը շատ Ռուսաստանի վրա։ Ու պարզը, որ այդ վիճակում Ռուսաստանը շատ վտանգավոր է բոլոր սահմանակից պետությունների համար։ Հասկանալի է, որ Հայաստանը, որպես յուրաքանչյուր երկիր, հատկապես Հայաստանը, պիտի շատ զգուշ լինի։ Ու Հայաստանի համար իմ կարծիքով, դա իմ սուբյեկտիվ կարծիքը, ամենագլխավոր երաշխիքը Ամերիկան եւ Եվրոմիությունն է։ Գլխավոր երաշխիքը։ Դրա համար առանց Ամերիկայի եւ Եվրոմիության Հայաստանի վիճակը բավականին կարանք անվանենք ոչ կայուն։ Կլինի կայուն, երբ Հայաստանը կզարգանա, երբ կլինի մեծ բյուջեն, 10, 20, 30, 50 անգամ մեծ, Հայաստանը ստեղծի էֆեկտիվ բանակը եւ այլն։ Բայց հիմա գլխավոր երաշխիքները եւ ես դա իմ կարծիքով դա բրկությունը Հայաստանի համար, դա հարաբերությունները հենց Ամերիկայի եւ Եվրոմիության հետ։ Գործընկերություններ, այո, եւ ապագա ուղղությունները, որ պիտի զարգանան այդ
հարաբերությունները։ Եվ վերջին հարցը, պարոն Ավագյան, դուք հաճախ նաև ձեր եթերներում իդեպ մեր հեռուստադիտողներին ասեմ, որ պարոն Ավագյանը իր YouTube-յան ալիքն է, որում կոչվում է Տիգրան Ավագյան Live, եւ ահա դուք այդ ձեր եթերներում շատ եք անդրադառնում նաև Ռուսաստանի հայերին։ Հայտնի դարձավ, որ այս ընտրություններին տարբեր գնահատականներով 70-ից 90 հազար հայ Ռուսաստանից ուղղակի գործուղվել էր Հայաստան այս ընտրություններին մասնակցելու եւ Ռուսաստանին հաճելի տեխնացուների օգտին քվեարկելու համար, ընդ որում այդ դրա ֆինանսավորումը դրել էին ծագումով հայ բիզնեսմենների վրա այնտեղ ամեն մարզում այդ ամենը կուրացիա էր անում տեղական մարզային FSB-ն եւ դրա հետ կապված էր այսպես պրանկ հեռախոսազանգերի միջոցով ի հայտ դարձավ օրինակ Ուլյանովսկի մարզում եւ այլն։ Հիմա այս մարդիկ պատանդի կարգավիճակում են այնտեղ եւ այնտեղ բոլոր հնարավոր տարբերակներով այնտեղ իրավիճակը ոչ միայն չի լավանալու, այլ գնալով վատթարանալու է ել ավելին։ Մինչդեռ մենք էլ խնդիր ենք դնում հնարավորինս հեռավորություն պահել այդ փլուզվող հսկայից, որի լեշը կարող է ընկնել մեր վրա, հա։ Ձեր ասելիքը այնուամենայնիվ արդեն այս պայմաններում, այս վերջին օրերի փորձն էլ հաշվի առնելով Ռուսաստանի հայերին, դուք էլ հայ եք, որ էլի ապրում եք Հայաստանից դուրս, համեցեք պարոն Ավագյան։ Շնորհակալություն։ Ես շատ խեղճում եմ երիտասարդ հայերին, որոնք հիմա գտնվում են Ռուսաստան։ Եվ հույսով եմ, որ ամեն մեկը ամեն ինչ անի, որ պրկվի։ Նույն ժամանակ մենք պիտի հասկանանք, եթե Ռուսաստանի հայերը այդպիսի ձևով ես ինչ որ զգալի մասին եմ խոսում, հույսով եմ մեծամասնություն չի, այս մտադրությամբ գան Հայաստան, դա կխառնի իրավիճակը Հայաստանում, եթե իրանք ռուսամետ մտքերով, իսկ Ռուսաստանը բացի տշնամական քայլերից ոչ մի բանով չի հիշում Հայաստանի հանդեպ, եթե չվերցնենք երկար պատմությունը վերջի 30 տարվա ընթացքում։ Նույն ժամանակ Ռուսաստանը օգտագործումը եւ օգտագործելու է Ռուսաստանի հայերին, Հայաստանի դեմ։ Եվ հայ տղամարդկանց Ռուսաստանի օգտագործելու է որպես զինվոր ռուս աշխարհի համար, որ հայերը զոհվեն տղամարդիկ, կանայք երեխեքը մնան, իրանց ունեցվածքը Ռուսաստանը վերցնի իրեն։ Ոնց որ էլ անում է։ Հայ բիզնեսմեններից զգալի մասը կորցրել են իրենց ակտիվները, եւ մենք հազարավոր զոհեր ունենք։ Ռուսաստանի հայեր, որոնք տարել են բանակ եւ պարզա տարել են առաջի գից եւ իրանք զոհվեցին։ Ծանր է բավականին վիճակը։ Կարամ ասեմ, որ ամեն ձևով ես խորհուրդ կտամ ձեզ, դրա համար ես տասնյակ ելույթներ եմ ունեցել եւ զգուշացրել եմ Ռուսաստանի հայերին։ Տարիներ եմ զգուշացնում, որ դուրս եկեք այնտեղից, գնացեք։ Մարդիկ էլ շատ վաղ ինձ պատասխանում էին, որ մենք ունենք հյուրանոց, մենք ունենք սրճարան, մենք ունենք խանութ, ամբողջ կյանքը աշխատել ենք, որ էդի վաստակենք։ Բայց օտարության մեջ վաստակածը ոնց որ ավազի վրա ուզենաց մի հատ բերդ սարքես։ Կպլվի կետա այդ բերդը, նույնը իրանց այդ բիզնեսմենների հետ։ Ու ես ասեմ ձեզ Ռուսաստանի հայեր, որ ավելի լավ պրկել կյանքը կամ կյանքը կորցրել, իսկ այդ հյուրանոցը, խանութը կամ սրճարանը, ռեստորանը մնա։ Հույսով եմ, որ Հայաստանը ինձ թվում է շատ լավ աշխատել, ինչ նկատի ունեմ, ինչ որ ես եմ նկատել, անվտանգության մարմինները, ներքին գործերի համակարգը Հայաստանի բավականին լուրջ է աշխատել այդ սպառնալիքների դեմ։
Դա շատ կարևոր է։ Եթե լուրջ չաշխատեր, ավելի շատ վատ զարգացումներ կլինեին Հայաստանում։ Դա շատ լավ է, որ Հայաստանը կարացել է կասեցնի ցավոք հայ ցակում ունեցող Ռուսաստանի քաղաքացիների ցանկությունները, Ռուսաստանի կողմից դրած առաջադրանքները, որ խառնեն իրավիճակը Հայաստանում։ Մեռնող երկիրը, որպես Ռուսաստանը, չի կարա Հայաստանին ոչ մի բան առաջարկի։ Դրա համար, երբ այդ երկիրը հզոր էր, էլի ոչ մի բան չառաջարկեց։ Հայերը կորցրեցին տասնյակ 100 տարիների ընթացքում հայկական տարածքներ հայերով բնակեցված, հայկական կրթությունը, հայկական մշակույթը եւ այդ ամենը եղել է Ռուսաստանի քայլերի հետևանքներ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ավագյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար այս կարևորագույն հարցերի շուրջ մինչ նոր հանդիպում եւ ամենայն բարիք ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Մեղրաբյան, հաջողություն։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Ավագյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված մեր ընտրություններում ռուսական գործոնի նշանակության եւ մեր հետագա անելիքների հետ հաշվի առնելով այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում թե Ռուսաստանի ներսում, թե Ուկրաինայում Ռուսաստանի կողմից տարվող այս հանցավոր պատերազմում, թե ընդհանրապես Հայաստանի շահերը ինչպիսին կարող են լինել այս ընթացիկ ժամանակահատվածում։ Այսօր թերևս այսքանը, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք վաղը, խաղաղություն եւ բարի նոր ձեզ։